Երանի խաղաղարարներուն գարկախոսով Հռոմի Լևոն 14-րդ բաբը ժամանեց Լիբանան։ Անդիպանանցիներուն ուղղոց իր պատկամին մեջ ըսավ, ժողովուրդ մնեք, որ անցնադուր չլար, այլ գիտե ինչպես բայկարիլ եւ վերածնիլ։ Լիբանանի ապահովական ծայրահեղ լարված գացության մեջ Լևոն 14-րդ սրբազան քահանայապետը երրորդ այցով ժամանեց Բեյրութ։ Անոր այցի հիմնական նպատակն էր մխիթարել լիբանանցի ժողովուրդը, խրախուսելով հաշտեցումը եւ ներդաշնակությունը բոլոր համայնքներուն միջև։ Հռոմի բաբի այցը մեկնարկեց Բաղդադի նախագահական բալադեն, ուր անհատական հանդիպումներ ունեցավ երկրի նախագահի, ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ։ Այնուհետեւ Լևոն 14-րդը հանդիպեցավ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներուն եւ թիվանագիտական մարմնի անդամներուն հետ եւ անոնց ուղեց իր պատգամը։ Հռոմի պապի այցելությունը Լիբանան շատ դրական քայլ է։ Իրապես ունեինք դրա կարիքը։ Ներկա հոծ բազմությունը վկայում է, որ Լիբանանում հավատքը պահպանվում է։ Լևոն 14-րդը մեծ հեղինակություն եւ ծանրակշիռ դերակատարում ունի ամբողջ աշխարհում։ Հուսով ենք նրա այցը կնպաստի Լիբանանի հետ կապված հարցերի լուծմանը։ Այցելության երկրորդ օրը սրբազան քահանայապետը ուխտակնացություն կատարեց Սուրբ Շարբելի ուխտավայր, խնդրեց անոր բարեխոսությունը եւ Սուրբին աղոթեց եկեղեցվո Լիբանանի եւ աշխարհի գարիքներուն համար։ Այսօր մենք շատ ուրախ ենք, որ կմասնակցենք սրբազան քահանայապետի այցելության Լիբանանի մեջ, որովհետեւ այս այցելությունը գերեւի շատ գեղեցիկ վերնակիրը Երանի այդ մարդկանց, որոնք խաղաղություն կհաստատեն եւ խաղաղությունը կապին։ Մենք այսօր միջին արևելքի մեջ նամանավանդ խաղաղության գարիք ունենք, լա քաղաքական դաշտի մեջ, լա նաև մեր եկեղեցական դաշտերներս, հոգևոր կյանքերներս, ինչպես նաև հասարակած կյանքերներս։ Հարիսայի Աստվածածնանը վիրված սրբավայրին մեջ բաբա հանդիպում ունեցավ գղերի տասին եպիսկոպոսներու, քահանաներու, գրոնավորուհիներու, հոգևորականներու եւ հովվական աշխատողներուն հետ։ Հանդիպման բացման խոսքը կատարեց Դանան Գիլիգիո կաթողիկե հայոց նորին ամենաբադիվ եւ քերերչանիկ Դերդեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան կաթողիկոս պատրիարքը։ Այսօր միասին մենք գաղոթենք խաղաղության, արդարության եւ մեր սիրելի Լիբանանի վերածննդյան համար, շեշտեց ան։ Որպես հայ կաթողիկե եկեղեցի նաև հբարդ ենք ու մաս կգազմենք այս կաթողիկե ընդհանրական եկեղեցվո ընտանիքին եւ միասնապար բոլոր մյուս համայնքներում, մյուս եկեղեցիներուն հետ միասին մենք նաև զորավոր ներկայություն ունենք եւ մեր ներկայությունը կփաստենք այստեղ նամանավանդ հոգեվորականներու հետ հանդիպման ընթացքին։ Մենք որպես հայեր մեծ հբարտություն է մեզ համար ընդունել սրբազան քահանայապետը Լիբանանի մեջ եւ հբարտ ենք նաեւ որ մի քանի ամիսներ առաջ մենք կգտնվեինք Վատիկան եւ մենք ունեցանք մեր հայ սուրբը Սուրբ Իգնատիոս Մալոյանը եւ մենք ալ մեր կողմեն վստահ ուզենք խաղաղությունը Լիբանանի եւ բոլոր աշխարհի համար։ Սրբազան քահանայապետը Բեյրութի մեջ նաև մասնակցեցավ համամիութենական եւ միջկրոնական հանդիպումին, ուր խոսք արավ նաև նորին Սուրբ Օծություն Դերդեր Արամ առաջին կաթողիկոսը, ողջունելով Հռոմի բաբին, անշեշտեց, որ Լիբանանի երկիր մնե ուր բազմազանության մեջ միասնականությունն է գոյութենական պայմանը։ Եթե պապը կարողացավ միավորել այսքան մարդու, մեզնից յուրաքանչյուրը կարող է նույն օրինակին հետևել։ Լիբանանը միասնականությամբ է կառուցվում եւ դա է նրա ուժը։ Այսօր լիբանանցիները մահմեդական թե քրիստոնյա բոլոր կրոնները, բոլոր ժողովուրդները, այդ թվում հայերը մեկ ընտանիք են։ Սրբազան քահանայապետը այցելեց Բեյրութի նավահանգիստ ու հարկանքի ձաղեբսակ զետեղեց, մոմ վարեցի հիշադակ 2020 թվականի բայթումի զոհերուն եւ հանդիպեցավ անոնց հարազատներուն հետ։ Այսօր սրբազան քահանայապետի այցելությունը մեծ հույս մնե Լիբանանը անգամ դակնաբները անցավ եւ այսօր Սևոմ սրբազան քահանայապետը Լիբանանը նորեն գերգին անգամ աշխարհի գետրոն աշխարհի աչքերու արչև գտնե եւ հույսով ենք որ խաղաղությունը այն խաղաղությունը որ իր հետ է կբերե դիրա աս երկրի վրա միջև վերջ։ Սրբազան քահանայապետն այցի վերջին հանգրվանով հասավ Բեյրութ Waterfront, ուր Սուրբ Եվան մահբադարակ մատուցեց ավելի քան 120,000 հոգի ներկայությամբ։ Ան իր խոսքին մեջ նշեց, որ լիբանանցիները իրենց մեջ պետք է արտնցնեն երազը Միացյալ Լիբանանի, ուր խաղաղությունն ու արդարությունը գդիրեն եւ բոլորը զիրար իբր քույր եղբայր գճանչնան։ Լևոն 14-րդ բաբը Լիբանանի երրորդ այցելությամբ միացուց 18 համայնքները ու խաղաղության հույսներ շնչեց։ Պատիլ Մգրդիչյան, լուրեր, Լիբանան։